Ֆինանսների նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանի պնդմամբ Հայաստանի արտաքին պարտքը լիովին կառավարելի է։ Նախարարի ներկայացմամբ 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 3 միլիարդ 795 միլիոն դոլար, կամ համախառն ներքին արդյունքի 44.4%, եւ առաջիկա տարիներին այդ համամասնությունը չի աճի ու չի մոտենա օրենքով թույլատրված 50% սահմանին։ Եվ պարտքի բեռը արդեն 2013 թվականից սկսի նվազել։ Ինչ վերաբերում է գնաճին, որը տարեվերջին կազմեց 9.4%, ապա Գաբրիելյանի պնդմամբ խնդիր ունենք առաջարկի շոկի հետ, սակայն կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացումը, իսկ ֆինանսների նախարարության կողմից առաջիկա տարիներին դեֆիցիտի կրճատումը կնպաստեն գնաճի նվազմանը։ Մեր գնահատականներով 2011-ին գնաճը կլինի ընդհանուր առմամբ տարեվերջին երևի 5-5.5%-ի շրջանակներում։ Անդրադառնալով 2010 թվականի բյուջեի կատարմանը, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ անցած տարի հավաքագրվել է 591 միլիարդ դրամ, նախատեսված 570 միլիարդի փոխարեն, ինչը սակայն լուրջ բարելավում համարել չի կարելի։ Ցավոք սրտի 2010 թվականին բարելավում այդ ոլորտում մենք չենք արձանագրում, կանխատեսված տնտեսական աճը 1.2%-ի փոխարեն, ուրեմն բյուջեում կանխատեսված ցուցանիշը դա էր, մենք կունենանք ամենայն հավանականությամբ 2.6%։ Խոսելով ֆինանսների նախարարությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների մասին, նորանշանակ նախարարը շեշտեց, թե այս պահին իր կողմից կադրային փոփոխություններ դեռ չեն կատարվել, իսկ նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի միաձուլման մասին խոսք անգամ չկա։ Ես նույնպես նախատեսում եմ կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնք սակայն չեն լինի, ասենք, մոտակա ամսվա ընթացքում։